Ողջույն։ ԿՊԱ-ական պատգամավորն ասում է, վատ եմ զգում, որ ինձ ասում են հայրենիք հանձնող։ Հայրենիք հանձնողը մականուն չէ, դա ձեր արարքների ուղիղ գնահատականն է։ Ասում են հայրենիք հանձնող, որովհետև հայրենիք եք հանձնել ու հիմա էլ շարունակում եք հանձնումը։ Լավ եք անում, որ վիրավորվում եք, ուրեմն հասկանում եք, բայց սխալ են ասում։ Ու փոխանակ մարդկանց աչքից հեռանաք, չքվեք, որ չտեսնեն, չլսեն, չներվայնանան, դուք թիվ 1 ամբիոններն եք գրավել ու խոսում եք անդադար։ Պետական հեռուստատեսության եթերը միացնելիս ամեն օր, համարյա ամեն օր, իսկ օր կա մի քանի անգամ տարբեր հաղորդումների ընթացքում խոսում են իրենք, հիշեցնում են իրենց մասին, բայց ոչ թե մեղայականով, ոչ թե ներողություն խնդրելով, այլ մեղադրելով, փաստեր խեղաթյուրելով, պատմություն խմբագրելով։ 44-օրյա պատերազմում մեր պարտության մի քանի սիմվոլ կա։ Առաջինը Նիկոլն է, բնականաբար, երկրորդը Արծրուն Հովհաննիսյանը։ Նիկոլը սաղին խաբելով, համոզելով, կոչերով հավաքում տանում էր Բայրակթարի զոհ դառնալու։ Արծրունը 44 օր շարունակ ասում էր հաղթում ենք, եթե ես հաստատ չիմանայի, ոչինչ չէի ասի։ Սրանք ձեն էին տալիս։ Արծրունն ասում էր հաղթում ենք, Նիկոլն էլ ասում էր դե որ հաղթում ենք, դե եկեք գնացեք հաղթանակը տոնելու։ Խաբում տանում էին ու հետևներից էլ ուղարկում էին Սպայկայի ֆուրերը հերոսների դիերը հավաքելու։ Արծրուն Հովհաննիսյանը այսօր, քանի որ դեռ նստած չէ, ուրեմն պետք է տանից դուրս չգա, մենակ իրիկումները, որ սաղ քնած լինեն։ Հենց այդ ժամանակ ելնի, որ իրեն ոչ ոք չտեսնի, քանի անգամ նրան տեսնում ես, հիշում ես 44-այի ստերը։ Բայց օրեր շարունակ ստած այդ մարդուն սրանք գնդապետի կոչում են տվել, վաղ գեներալ կտան, նշանակել են մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի պետ, այսինքն ռազմական կրթական հիմնարկ են տվել ու մղում են պետական եթեր իրեն հատուկ գործելավոճը շարունակելու։ Այն օրը ասում էի, սրանք եթե ունենան հնարավորություն կուրանան նաև հայրենական պատերազմում մեր հաղթանակի նշանակությունը։ Հմեկի եթեր է տարվում Արծրուն Հովհաննիսյանը, որը 44-օրյա ստերի համար չի պատժվել, ու ինչից խոսի լավ է։ Նրանից, թե ինչքան լավ կլիներ, եթե հայրենական մեծ պատերազմում հաղթեր Հիտլերը։ Պատմական փաստ է, որ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ Թուրքիան խնայել է իր ուժերը եւ ակտիվ պատրաստվել է, որ հենց Ստալինգրադում պարտությունը լինի, ներխուժի Հայաստան ու Վրաստան։ Այսինքն Ստալինգրադում հաղթանակը փրկության դուռ է լինում Հայաստանի համար։ Հիմա Արծրունի ասացից ստացվում է, դա սուտ է, եթե Ստալինգրադում հաղթեր Գերմանիան, կգրավեր Կովկասը, կգրավեր Թուրքիան, կստեղծեր Միացյալ Հայաստան ու կտար մեզ։ Չգիտես ինչի, կտար Հայաստանին։ Այդ սաղ կգրավեր, ոչ մեկին ոչինչ չէր տա, բայց Միացյալ Հայաստանը կտար հայերին։ Արծրունի տրամաբանությամբ վատ են արել մեր պապերը, որ զոհվել են, հաղթել են, կռվել են, պետք է պարտվեին, որովհետև ինչպես Արծրունի գերագույն հրամանատարն է հաճախ ասում, իրենք հպարտ են իրենց պարտությամբ։ Սրանք են ասում, չէ, մենք պարտվել ենք ու դրա շնորհիվ ձեռք ենք բերել անկախություն, ինքնիշխանություն։ Արծրունն էլ ասում է, կպարտվեինք, կունենայինք Միացյալ Հայաստան։ Ու այդ օպերացիային տալիս է Գերտրուդա անունը։ Իսկ այդ պլանի մեջ Հայաստանի մասին ոչինչ չկա, ու ծիծաղելի է մտածելն անգամ, որ ամբողջ աշխարհը տիրել ցանկացող Հիտլերը նպատակ ուներ Միացյալ Հայաստան ստեղծելու։ ՔՊ-ին ու իր քարոզիչներին մնաք, ասեն Երկրորդ համաշխարհայինի իմաստը հենց դա էր։ Փաստացի ըստ ԿՊԱ-ական պաշտոնյայի, ըստ աֆիցեր պատրաստող եւ Աննա Հակոբյանի կողմից կրթվող 44-օրյա սուտասանի, այն, որ հիմա չկա Միացյալ Հայաստան, մեղավորը խորհրդային ժողովուրդն է, հատկապես ռուսները։ Խիստ կարևոր է, թե երբ ու որտեղ է սա ասում։ Ասում է մայիսի 9-ին, հաղթանակի օրը, երբ ամեն անգամ հատուկ շեշտվում է ֆաշիզմի դեմ հաղթանակի կարևորությունը, երբ Փաշինյանն էլ Մոսկվայի պառադին նստած է։ Չեմ կարծում պետական հեռուստատեսությամբ հյուրերի հրավիրումը իշխանության հաստատմամբ չէ։
Հաղթանակի օրը հատկապես պետք է հրավիրել մարդու հաղթանակի կարևորությունը ընդգծելու համար, բայց որոշում են կանչել ողջ հանրության կողմից բացասական ընկալվող մեկին, որն էլ գալիս է ու հաղթանակները փոշիացնելու քաղաքական գիծն է շարունակում, թե վատ ենք արել, որ նացիստական Գերմանիային հաղթել ենք, Հիտլերի հաղթանակն էր մեզ ձեռնտու եւ այլն։ Սրանք, որ պարտությամբ ոգևորվում են, գիտենք, բայց փաստերի այս կարգի խեղաթյուրում անհնար է միայնակ անել, սա քաղաքական գիծ է, հենց այս ձևերով կասկած գցեցին, որ Ղարաբաղը մերը չէ, նախկիններն էին գրավել ու հանձնեցին, անկլավները մերը չէր ու հանձնում են, ցեղասպանությունը ասում են, եկեք հասկանանք իրական ցեղասպանություններ, թե չէ, ով էր մեղավոր, թուրքերն էլ ասում են սրանց ձեն տված, դե համաշխարհային պատերազմի ժամանակ էր ամեն ինչ իրար էր խառնում, խառը զոհվել են էլի, մեզնից էլ ձեզնից էլ, հիմա էլ կասկածի տակ է դրվում հաղթանակի արժեքը մեծ հայրենականում։ Բոլոր ժողովուրդները համախմբվել են, հաղթել են ֆաշիստական ուժին, հիմա եկել է մի նիկոլական ու թեզեր է մեջտեղ բերում, թե երրորդ Ռեյխը ուզում էր անկախ ու միացյալ Հայաստան։ Չկա փաստաթուղթ, չկա հիմնավորում, բայց կան թեզեր, որ ուզում են շրջանառության դնել։ Ու զավեշտը գիտեք որն է, լուրջ դեմքով բաներ է ասում մարդ, որը վկայակոչում է փաստեր, որը գործի մեջ ցույց է տվել, որ հասարակ սուտասան է։ Արծրուն Հովհաննիսյանը ցանկացած բանից որ խոսի, սկսած նրանից, որ դրսում անձրև է, լսողը կասկածի տակ է դնելու։ Նման մարդիկ, կրկնում եմ, պետք է պետական համակարգից հեռու լինեն կիլոմետրերով։ Իրեն հարգող որևէ մեդիա պետք է նրան եթեր չտրամադրի, կարծիքը չհարցնի, այլ սպասի նրան վերաբերող դատերը լուսաբանելուն։ Բայց սա գալիս է գլուխը ճոճելով վերլուծություն անում, փաստաթղթերի հղումներ անում, որ ոչ մեկ խաբար չէ, ոչ տեսել է, ոչ հավատում է ու մենակ գիտենք, որ հակահայկական բաներ է։ Մենք ամեն օր համացանցում կարդում ենք ցնդաբանություններ, զանազան բաների մասին, լինում են բացարձակ հիմարություններ, մի քիչ ավելի պակաս հիմարություններ, որոնք ոչ հետաքրքիր ենք նշում, անցնում գնում է։ Բայց երբ այդ մարդկանց ստանում են պետական եթեր ու հիմարություններ պարտադրում ժողովրդին, ուրեմն պետական քաղաքականություն է։ Այդ եթերում խոսողը ավելի շատ ոչ թե Արծրունն էր, այլ Նիկոլը։ Իշխանությունը գտնում է մարդկանց, որոնք համաձայն են լինում ինչ-որ ձևով, ինչ-որ ակնկալիքով, ինչ-որ բանի դիմաց տարածել իրենց թեզերը։ Վստահաբար adekvat մարդիկ չեն համաձայնի գնալ խոսել նման բաներից եւ գտնում է թեկուզ անընդունելի կերպարների, կարևորը ասելիքը ասեն, քննարկում գնա։ Նույն մարդը, որ 44 օր շարունակ ասում էր հաղթում ենք, իսկ վերջին օրը իբր տեղափոխվեց հիվանդանոց, նույն ինքը ասում է ճիշտը հայրենական պատերազմում պարտվելն էր։ Եթե Հայաստանում լիներ դատախազություն, Արծրունյան թեզերը կսկսեր քննության առարկա դարձնել, չեմ ասում իրենք կբռնեին, կնստացնեին, չէ, իրենք ունեցել են դիպուկ առիթներ ու չեն արել, բայց գոնե կքններ ու կպարզեր, թե որտեղից է փչում քամին։ Կարճ ասած, Հայաստանում թրքասիրությունը ու ռուսատյացությունը հասել են ահավոր չափերի։ 110 տարի առաջ տեղի ունեցած հայոց ցեղասպանությունը քննող ու հերքող իշխանությունից սպասելի է, որ կարող է քննել ու ժխտել նաև 80 տարի առաջ տեղի ունեցածի արժեքը։ Թալյաթին արդարացնողները կարող են եւ արդարացնել Հիտլերին։ Սրանց ասած իրական Հայաստանը էս է։